Դատավորը անփոփոխ է թողել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Փեսայի Ավետիս Առաքելյանի խափանման միջոցը։ Նա չի կարող լքել երկիրը։ Գյումրու ղեկավարի առաջին տեղակալի օգնական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով, իսկ Գյումրու կոմունալ ծառայության բաժնի պետ Արտյոմ Մկրչյանի խափանման միջոցը փոխարինվել է երկրից բացակայելու արգելքով։ Հունվարի 21-ին Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական բարույթի նախագծության ընթացքում նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել մինչև հունիս, նախքան Հայաստանում սպասվող ընտրությունները, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Ըստ ադրբեջանցի պատգամավորի, գործընթացի հաջողության համար Երևանը պետք է նոր սահմանադրությամբ պարտավորվի տարածքային պահանջներ չներկայացնել Ադրբեջանի նկատմամբ։ Հասանգուլիևը նշել է, քանի որ Ադրբեջանում պատերազմը ճանաչված է որպես հայրենական պատերազմ, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։ Նա առաջարկել է անցյալ օգոստոսին նախաստորագրված փաստաթղթի քննարկումը ներառել Միլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չավհանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին։ Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքն ու 2026 թվականի ծրագրերը, ընդգծելով Հնդկաստանի կարևոր դերը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կերպարանափոխման գործընթացում։ Հնդկական պատվիրակության այցի օրակարգն ամփոփվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգմամբ։ Բարձրաստիճան զինվորականը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում եւ թանգարանին նվիրել հուշամեդալ։ Newsweek պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Ըստ պարբերականի, Թրամփի մոտեցումը, որը ժողովրդավարական արժեքներից վեր է դասում տնտեսական շահերը, Հայաստանին թողնում է մեկուսացված ու խոցելի Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ։ Պարբերականը պնդել է, որ այս փաստաթուղթը ոչ թե խաղաղության ուղի է, այլ դիվանագիտությամբ քողարկված կապիտուլյացիա։ Համաձայնագրի առանցքային ու վիճահարույց մասը Թրամփի երթուղին Newsweek-ը որակել է կախվածության միջանցք եւ մահացու հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս գործարքը պարբերականի պնդմամբ Հայաստանը վերածում է վասալ պետության, նպաստելով Կասպիական նավթի հոսքին դեպի Եվրոպա, երկրի սեփական անկախության հաշվին։ Հոդվածում շեշտվել է, որ փաստաթղթում չի խոսվում Արցախից ավելի քան 120,000 հայերի էթնիկ ստումների մասին, ինչպես նաև նախատեսում է դադարեցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործերը, դրանով իսկ սրբացնելով պատերազմական հանցագործությունները։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին ու իրականացնել մշակութային ցեղասպանություն, ոչնչացնելով հայկական ինքնության հետքերը։ Ըստ Newsweek-ի, սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ տնտեսական գրավ Հայաստանի ապագայի վրա, որտեղ կոսարադրույքները սահմանում են թշնամիները։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությունով, որտեղ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասին։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հորդորել է պաշտոնական Երևանին հավատարիմ մնալ դաշնակցային պարտավորություններին եւ զերծ մնալ հակառուսական միավորումների հետ մերձացումից։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է, որ Արևմուտքի ենթադրյալ բարի մտադրությունների քողի տակ թաքնված են սառը հաշվարկներ, նպատակ ունենալով Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի դեմ ուղղված հարվածային ցավոտ կետի։ Մոսկվան միևնույն ժամանակ շեշտել է, որ ԵԱՏՄ շրջանակում տնտեսական փոխգործակցությունը Հայաստանին մեծ օգուտներ է բերում եւ հիմնված է երկարաժամկետ շահերի, այլ ոչ թե քաղաքական անցողիկ քայլերի վրա։ Իրանը պատրաստ է դադարեցնել իր միջուկային ծրագիրը տարածաշրջանում լարվածությունը թույլատնելու համար, սակայն դրա փոխարեն ԱՄՆ-ն կաջակցի է տարածաշրջանում միջուկային էներգիայի ստեղծման ծրագրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են։ Եթե կարողանան համաձայնության գալ, հիանալի կլինի, եթե ոչ, ամեն բան վատ կդասավորվի։ Թրամփի խոսքով Իրանի հետ բանակցությունների ելքը մնում է անորոշ, եւ դա ուղղակիորեն կազդի իրավիճակի հետագա զարգացման վրա։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փետրվարի 3-ին կայցելի Իսրայել վարչապետ Նեթանյահուի եւ երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։ Այցը տեղի է ունենում Իրանի հետ հարաբերությունների ծայրաստիճան սրման եւ Գազայի պատերազմին վերջ դնելու Սպիտակ տան ջանքերի ֆոնին։ Դրան նախորդել են Վաշինգտոնում երկու երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև անցկացված խորհրդակցությունները։ Բանակցությունների օրակարգում են Թեհրանի հետ հնարավոր միջուկային երկխոսության վերսկսման նախապատրաստական քայլերը։ Քննարկվելու է նաեւ անվտանգության ոլորտում նոր 10-ամյա համաձայնագրի մշակումը, որը նախատեսում է Իսրայելին տրամադրվող ամերիկյան ռազմական աջակցության երկարաձգում։ Well, I think more than anything else will be the True Social սոցկայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ Հնդկաստանի վարչապետի հետ համաձայնության են եկել։ Ըստ դրա ԱՄՆ-ն կնվազեցնի մաքսատուրքերը Հնդկաստանից ներմուծվող իրերի համար 25%-ից հասցնելով 18%-ի։ Թրամփը նշել է, որ Հնդկաստանը նույնպես կնվազեցնի սակագները, հասցնելով մինչև 0-ի։ Ըստ ԱՄՆ նախագահի Հնդկաստանը պարտավորվել է գնել $500 միլիարդ ամերիկյան ապրանք։ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հիվանդանոցներից մեկում արտարոց դեպք է տեղի ունեցել։ Տղամարդու ուղիղ աղիում հայտնաբերվել է հրետանային արկ։ Հիվանդանոցի ղեկավարությունն անմիջապես կանչել է սակրավորների եւ իրականացրել շենքի մի հատվածի մասնակի տարհանում։ Մինչ մասնագետների ժամանելը բժիշկները ստիպված են եղել սպասել, քանի որ արկը կարող էր պայթել։ Սակրավորները հաստատել են, որ այն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հավաքածուի նմուշ է, որն այլևս պայթյունավտանգ չէ։ Միայն սակրավորների եզրակացությունից հետո վիրաբույժները կարողացել են անցնել գործի եւ հեռացնել իրը տղամարդու մարմնից։ Այն ունեցել է 16 սանտիմետր երկարություն եւ 4 սանտիմետր տրամագիծ։ Չնայած մեկ շաբաթյա դադարին Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինային։ Անօդաչուների հարվածից հրդեհ է բռնկվել Կիևի բազմահարկ շենքերից մեկում։ Զելենսկու խոսքով Ռուսաստանը կիրառել է մոտ 70 բալիստիկ հրթիռ։ Հարձակման են ենթարկվել մի շարք մարզեր։ Օդեսայում 50,000 բնակիչ առանց էլեկտրականության է մնացել։ Закрыли тут. Да. Мы теперь тут. Ուֆայում 9-րդ դասարանի աշակերտը հարձակվել է դպրոցի վրա, դեռահասը զինված է եղել տրավմատիկ ատրճանակով, որով կրակել է ուսուցչին եւ վիրավորել։ Աշակերտին ձերբակալել են։ Տղան իր բոլոր գործողությունները ձայնագրել եւ հրապարակել է համացանցում։ Հարձակումից մեկ օր առաջ նա սոցցանցերում երգ է տեղադրել դպրոցական հրաձգության մասին եւ նախապես զգուշացրել։ Սա Ռուսաստանում դպրոցի վրա հարձակման արդեն 3-րդ դեպքն է։